Աբովյան քաղաքի գյուղական բնակավայրերում շարունակվում են ճանապարհաշինարարական, ջրամատակարարման, գազամատակարարման եւ առաջնահերթություն համարվող այլ ոլորտների բարելավմանն ուղղված ծավալուն աշխատանքները, որոնց մասին բնակիչները բարձրաձայնում են պարբերաբար իրականացվող շրջայցերի ընթացքում։ Կամարից բնակավայրում համայնքի ղեկավարի հետ կայացած հերթական հանդիպմանը բնակիչները գնահատելով կատարված բարեկարգման լայնածավալ աշխատանքները ներկայացրել են ջրամատակարարման ոլորտում առկա խնդիրներ, որոնք մասնավորապես վերաբերել են 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ փողոցներին։ Քննարկվել է խմելու ջրի մատակարարման նպատակով օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման եւ ամբողջովին նոր ցանցի անցկացման անհրաժեշտությունը։ Խնդրի լուծման նպատակով նախնական իրականացվել են հորատման աշխատանքներ։ Գյուղի վերոնշյալ փողոցներում կարևորելով մշտական խմելու ջրի ապահովման հարցը, համայնքի ղեկավարը նշել է, որ կնախատեսվեն ծավալուն շինարարական աշխատանքներ ջրամատակարարման ցանցի կառուցման նպատակով։ Բնակիչները գոհունակությամբ են խոսել կատարված աշխատանքների մասին, ապա համայնքի ղեկավարին ներկայացրել բնակավայրի բարեկարգմանն ուղղված այլ հարցեր ևս։ Նոյեմբերի 12-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի։ Այս մասին հայտնում է Շամշյան-Քոմը։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 7:40-ի սահմաններում իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5 ամսական տղա երեխան։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ, հայտնում են արտգործնախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը, ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն եւ ներդրումների խթանում։ Գոհունակությամբ կարող եմ նշել Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ օրակարգի ընդլայնման ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ եւ կոնկրետ նախաձեռնություններով հանգեցնելով միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաեւ հաստատված խաղաղության հետեւողական ամրապնդման հարցում Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը նշել է նախարար Միրզոյանը։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հաշվի առնելով որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը, Միրզոյանը եւ Հուքերը արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում արկա առաջընթացը, ինչպես նաեւ անելիքները։ Մտքեր են փոխանակվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Ընդգծվել է վերջինիս կարևորությունը ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային եւ այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։ Արարատ Միրզոյանը եւ Ալիսոն Հուքերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին միջազգային նորվա առիթով։ Համալսարաններն ու ուսանողները ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, որոնք կարող են լուծել տարբեր ոլորտների առջև ծառացած խնդիրները։ Հետևաբար կենսական անհրաժեշտություն են բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումը եւ թե այսօրվա թե վաղվա ուսանողների համար մրցունակ կրթության ապահովումը։ Սիրելի ուսանողներ, ուզում եմ շեշտել, ոչ մի բարեփոխում եւ պետական ծրագիր չեն կարող հաջողել առանց ձեր աջակցության։ Մեզ համար կարեւոր է ձեզ լսելը, ձեր առաջարկներին ու դիտողություններին ականջալուր լինելը։ Մի վախեցեք խնդիրների մասին խոսելուց, դեպի լուծում տանող առաջին քայլը դրանց մասին բարձրաձայնելն է։ Վստահ եղեք, պետությունը մշտապես ձեր կողքին է եւ յուրաքանչյուր բարեփոխում արվում է միմիայնի նպաստ ձեր լավագույն շահի։ Մաղթում եմ ձեզ արդյունավետ ուսանողական տարիներ, ձեզ տրված ժամանակից վերցրեք առավելագույնը, եղեք պահանջատեր, արդարամիտ, արժևորեք եւ գնահատեք մեր պետությունը, այսօր ձեր կրթական միջավայրում, իսկ վաղը մասնագիտական գործունեությամբ լավագույնս դրսևորվելով։ Շնորհավոր ուսանողների միջազգային օրը։ Մասնավորապես նշված է նախարարի շնորհավորական ուղերձում։
Դեսպան դիմավորել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, ով ժամանել է Երևան տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի տեսլականի առաջ մղման նպատակով, հայտնում են Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ հատուկ բանագնացի հետ։ Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի եւ հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։ Քննարկվել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավականու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69866 է։ Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 58, ընտրողների ընդհանուր թիվը 69924։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 31535։ Անվավեր քվեարթերթիկների թիվը 132։ Ըստ ԿԸՀ ամփոփած արդյունքների Վաղարշապատի նոր ավականիում ներկայացված կլինեն 3 քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հաղթանակ դաշինքը եւ Մայր Հայաստան կուսակցությունը։ 33 մանդատների բաշխումն ունի հետեւյալ տեսքը՝ Քաղաքացիական պայմանագիր 19 մանդատ, Հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան 2 մանդատ։ Այս արդյունքներով Քաղաքացիական պայմանագիրը ձեռք է բերում ավականիում միանձնյա մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս համայնքապետ ընտրել առանց կոալիցիայի անհրաժեշտության։ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձագիտական քննարկում նվիրված միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում իրականացվող բարեփոխումներին եւ դրանց ազդեցությանը տեղահանված անձանց պաշտպանության եւ ինտեգրման գործընթացների վրա, հայտնում են միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից։ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը ներկայացրել է ծառայությունում իրականացվող բարեփոխումների օրակարգը, կատարված եւ նախատեսվող աշխատանքները, մանրամասնել Ղարաբաղից տեղահանված անձանց իրավական կարգավիճակին եւ փաստաթղթավորման գործընթացին վերաբերող հարցեր։ Դավթյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի շրջանակում, ընդգծելով դրա հաջողությունն ու բարձր արդյունավետությունը։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացված համալիր միջոցառումների փաթեթը, որը միտված է փախստականների հոսքին արձագանքելու խնդիրների լուծմանը։ Ընդհանուր 2.8 միլիոն եվրոյի բյուջեով ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում, նպատակ ունենալով աջակցել Հայաստանին փախստականների մեծ ներհոսքի պայմաններում առաջացած հրատապ կարիքներին արձագանքելու հարցում։ Քննարկման նպատակն էր ապահովել համագործակցային հարթակ պետական կառույցների, ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանների, տեղահանված բնակչության համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային եւ հասարակական կազմակերպությունների համար, որոնք կփոխանակեն մտքերը եւ կիրականացնեն համատեղ վերլուծություններ։ Ձևաչափը կոչված էր ձևավորելու առաջարկություններ տեղահանված անձանց վերաբերող խնդիրների շուրջ եւ նախաձեռնելու գործնական քայլեր ուղղված առկա իրավական խոչընդոտների հաղթահարմանը, ինստիտուցիոնալ արձագանքների մեխանիզմների կատարելագործմանը, համակարգման գործընթացների բարելավմանը եւ իրազեկման միջոցառումների ակտիվացմանը։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 14-ից 17-ին համաձայն որի բացահայտվել է 257 հանցագործության դեպք, 7-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը, հայտնաբերվել է 2 անհետ կորած։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 3 օրում գրանցվել է 34 ավտովթար, 52 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի Բադալյանը։ Տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Նախարարությունը իր վշտակցությունն է հայտնում սիրված դերասանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին։
Նոյեմբերի 10-ից 16-ին փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 519 դեպք, որոնցից 246-ը արտակարգ տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու, անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց։ Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել 10 մարդ։ Փրկարար գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Մեքսիկայում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը ոստիկաններ են, հաղորդում է BBC-ն։ Մեխիկոյում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 120 մարդ, որոնցից 100-ը ոստիկաններ, հայտնել է ոստիկանությունը։ Մայրաքաղաքի անվտանգության ծառայության ղեկավար Պաբլո Վասկեսը գիրակի օրը հայտարարել է, որ 40 ոստիկան հոսպիտալացվել է։ Մեխիկոյի քաղաքապետ Կլարա Բրուգադան X սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է, որ քաղաքացիների բողոքի իրավունքը չպետք է բռնության ենթարկվի։ Նա խստորեն դատապարտել է ցուցարարների արմատական խմբի կողմից կատարված գործողությունները։ Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ երթով անցել են Մեքսիկայի մայրաքաղաքով, բողոքելով բռնի հանցագործությունների նախագահ Կլաուդիա Շեյնբաումի քաղաքականության դեմ։ Պետության ղեկավարը պնդել է, որ երթերը, որոնք տեղի են ունեցել նաև երկրի այլ քաղաքներում, ֆինանսավորվել են իր կառավարությանը հակառակ աջակողմյան քաղաքական գործիչների կողմից։ Մայրաքաղաքում անցկացված հանրահավաքը կազմակերպվել էր Z սերնդի երիտասարդական խմբերի կողմից եւ աջակցվել է Ուրուապանի քաղաքապետ Կարլոս Մանսոյի վերջերս սպանության դեմ բողոքող քաղաքացիների կողմից, որը կոչ էր անում խստացնել միջոցները թմրավաճառության դեմ։ Վերջին 2 օրերին Հայաստանը գտնվում էր միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առանձին հատվածներում դիտվել են կարճատև անձրևներ։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա ժամերից սկսած այդ ցիկլոնը ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, իր տեղը կրկին զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող տաք հոդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա ավարտին կմնան Հայաստանի տարածքում։ Առաջիկա 10 օրերին մեր երկրում կլինի արևառատ առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ից 19-ին կբարձրանա մոտ 3-ից 4 աստիճանով։ Այնուհետև կմնա անփոփոխ։ Նոյեմբերի 3-րդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք, սակավատեղում, նշել է Սուրենյանը։